մենք նաև ունեցել ենք դեպք, երբ որ երեխան ամորձու հետ կապված խնդրով դիմել էր ծնողին, ասել էր, սենց գանգատ ունեմ, ասել էր, դե լավ ոչինչ կանցնի, ինչ ես բանի, ամեն ինչը բանի տեղ դնում եւ այլն, եւ հետո եկել էին հիվանդանոց 7-րդ օրը, հետո այդ ամորձին հեռացվեց։ Դրա համար բացի որպեսզի ծնողը սովորացնի երեխային, մինչև այդպես ծնողը իմանա դրա մասին, պետք է իմանա ինչա ճիշտ, ինչա նորմա եւ հետո նոր սկսի երեխային սովորացնել։ Դրա համար նման հաղորդումների տեղը նաև այդ գործում կա, որ ինչ որ մի ձև ինֆորմացիա ստանալ, որովհետև բժշկի գնալ ու բժշկից հարցնել ոչ բոլորն են պատրաստ հոգեբանորեն, իսկ Google-ին դիմել կամ ինչ որ նման ինտերնետից փորձել ինֆորմացիա ստանալ, YouTube-ից փորձել ինֆորմացիա ստանալ, բոլորը պարապ ժամանակ դրանով զբաղվում են, որը իհարկե ոչ միշտ է, որ հավաստի։ Ոչ միշտ է, ոչ հավաստի տվյալներ են ստանում իհարկե, բայց ամեն դեպքում գոնե եթե քիչ թե շատ adekvat մարդը, գոնե եթե մի քանի տարբեր կարծիքներ է կարդում կամ լսում կամ նայում, հետո փորձում է իր հարցը ավելի մասնագետի մոտ ճշտել, իրականում որն է դրանցից ճիշտ, ինչ անել, ինչ չանել։ Կարծում եմ պետք է այս ուղղությամբ աշխատել, բայց աստիճանաբար տեղամասային մանկաբույժները ավելի լավ են այս առումով աշխատում, մենք զգում ենք տարբերությունը, որ դիմելիությունը ավելի փոքր տարիքում, սկսած նորածնային տարիքից ավելի շատ է։ Նախկինում շատ ավելի ուշ դեպքեր էինք ունենում, հիմա այդքան չէ։